Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն հայ քալիքի հարգելի բաժանորդներ, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն հայ քալիքի տեսանյութերը կիսվելու համար, մեկնաբանությունների համար, խնդրում եմ այս տեսանյութը ևս կիսվեք, գրեք ձեր հարցերը մեկնաբանությունում և բաժանորդագրվեք, եթե դեռ չեք բաժանորդագրվել հայ քալիքին։ Երեկ գիտեք, որ վեհափառ հայրապետը վերադառնում էր Հայաստան արտասահմանից և երեկ գրառում էր կատարվել վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից, անհեթեթ գրառում, որով նա ստեղծում է ինչ-որ նախաձեռնող խմբեր և պետք է վեհարանը ազատեր կաթողիկոսի ներկայությունից և պետք է սկսեր կաթողիկոսի նոր ընտրություն կազմակերպել։ Այստեղ շատ կարևոր է բոլորիս մոտեցումն ու պատկերացումը հարցի խորության, լրջության, հայ առաքելական եկեղեցին, Մայր աթոռը, դա 1700 ավելի տարվա ինքնություն և պատմություն ունեցող հաստատություն է և շատ երկրներ, հզորագույն ժամանակի տերություններ, ինչպիսին է եղել Սասանյան Պարսկաստանը, արաբական խալիֆայությունը, Օսմանյան կայսրությունը, թաթար-մոնղոլական արշավանքները և ասում եմ հզորագույն տերություններ և հզորագույն կառավարողներ օտարերկրյա չեն կարողացել ծնկի բերել հայ առաքելական եկեղեցուն, հայ ազգին, որպեսզի հավատափոխ անեն։ Մեր ազգը իր թագավորների գլխավորությամբ ունեցել է Արշակունիների օրոք, Բագրատունիների օրոք, բազմաթիվ ճակատամարտեր ու պատերազմներ, որտեղ իր ինքնությունն ու իր քրիստոնյա հավատքը պաշտպանել է կյանքի գնով և արժանի ձևով հակահարված հասցրել օտարերկրյա փորձերին մեզ հավատափոխ անելու և անգամ եթե չի եղել պետություն, միևնույն է մենք գիտենք, որ Վարդան Մամիկոնյան սպարապետի շուրջ համախմբվելով հայ ազգը Ավարայրի ճակատամարտում կենաց ու մահու կռիվ է տվել պարսկական իրեն գերազանցող զորքին և պահպանել իր հավատքը։ Ինչու եմ ես այս պատմական ակնարկը անում, քանի որ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այսօրվա ապօրինի լեգիտիմություն ու վարկանիշ չունեցող անորակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակի և նրանց խմբապետի սկսած արշավը ամենևին նոր կաթողիկոս ընտրելու կուսակրոնության հարցին չի իրականում վերաբերվում խորությամբ, դա ընդամենը շղարշ է հայ առաքելական եկեղեցուն ծնկի բերելու, հայ առաքելական եկեղեցին իրեն ենթարկեցնելու իր թուրք տերերի Էրդողանի և Ալիևի հանձնարարությունը կատարելու և թուրքահաճո թեկնածուի շրջանավորվում է Պոսո պատրիարքի անունը տարբեր քաղաքագետների, հանրային գործիչների կողմից թուրքահաճո, թուրքահպատակ կաթողիկոս մեզ պարտադրելու, հայ ազգին պարտադրելու և պետությունը Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ինքը հաջողել է և կարողանալու է թուրքական օրակարգերին ծառայեցնի, այժմ հայ առաքելական եկեղեցին է որպես հաստատություն ուզում ծառայեցնել թուրքական օրակարգին, այդպիսով վերջնականապես թուրքերը ուզում են իրենց ծառան քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակի և նրանց խմբապետ Նիկոլ Փաշինյանի օգտագործելով վերջնականապես հայ ազգի ողնաշարը կոտրել և վերածել հայ ազգի ինքնությունը և պետականությունը իրենց ենթակա վիճակի, այնուհետև վերացնել հայոց պետականությունն ու հայոց ինքնությունը հայկական բարձրավանդակում, որպեսզի դադարի լինել հայկական հարց։ Այսինքն այս
թվացյալ անձնական խնդիրը, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է կաթողիկոսի անձի, նրա կուսակրոնության, կանոնի հետ կապված խնդրի դաշտում ներկայացնել, իրականում հայկական մեծ հարցի թուրքական օրակարգը սպասարկելու, հայ պահանջատիրության հայկական հարցի թուրքական օրակարգը սպասարկելու գործողություն է շղարշված անձնական եկեղեցականների անձնական կյանքով, կուսակրոնության կանոնով եւ այլն։ Մի կողմ թողենք, թե մենք ինչ վերաբերմունք ունենք, մի կողմ թողնենք, թե մենք ամենքս ինչ անձնական վերաբերմունք ունենք եկեղեցական բարձր դասի ներկայացուցիչների եւ կաթողիկոսի անձի նկատմամբ, սակայն դա վերջին հարցն է, որ պետք է այսօր օրակարգ քաշվեր, ազգային օրակարգի հարց դառնար եւ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ի խմբակը վերջի մարդիկ են, վերջի կենսաբանական էակներն են, որոնք բարոյական իրավունք ունեն, ել չեմ ասում սահմանադրական կամ իրավական որևէ գործիք ունեն խառնվելու այդ գործերին։ Ուստի բոլորս պետք է լրջությամբ ու խորությամբ հասկանանք այս հարցը, սա մեր ինքնության, մեր ազգային հավատքի ու տեսակի հանդեպ կատարվող հերթական ոտնձգությունն է եւ այն օրորոցում պետք է կանխարգելել, թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին ու նրա տերերին որևէ կերպ ռիսկի տակ, վտանգի տակ դնեն Հայաստանի Սուրբ Առաքելական եկեղեցու որպես հաստատություն գոյությունը եւ մենք կարիք ունենք այս հարցը նման մակարդակում ու խորությամբ գիտակցելու, համախմբվելու մեր հավատքի եւ ինքնության, հանուն մեր հավատքի ու ինքնության համախմբվելու եւ չեզոքացնելու այդ վտանգը առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու եւ նոր ազգային ընտրանի ձևավորելու ճանապարհով մեր հասարակության մեջ կարծում եմ առողջ մտածող ցանկացած ոք պատկերացնում է, որ հայ ազգը այսօր կարիք ունի որակապես նոր քաղաքական օրակարգի, ազգային իշխանության, քան կաթողիկոս փոխելու։ Այն հարցերը, որոնք խնդիրները առկա են եկեղեցում, եկեղեցական բարձր դասի մեջ, դրանք լուծվող հարցեր են եւ կարող է լուծվել ճիշտ հայ ազգի շահերի մեկնակետից եւ կրկնում եմ Նիկոլ Փաշինյանը ու նրա տերերը վերջի մարդիկ են, որ իրավունք ունեն խառնվել այդ հարցերին։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումները արդեն երեկվա համեմատ մեղմացել էին, փոխվել են, Նիկոլ Փաշինյանը իր մանիպուլյատիվ ոճով հասկացավ, որ չի կարողանալու լայն զանգվածների հասարակության օժանդակությունն ու աջակցությունը ստանալ իր նախաձեռնած այդ ոտնձգության եկեղեցու նկատմամբ պլանավորվող փաստորեն իր լիազորությունների գերազանցման եւ իրեն չվերաբերվող ոչ մի կերպ իր լիազորությունների շրջանում չգտնվող հարցի նախաձեռնման եւ իրականացման հարցում որևէ աջակցություն նա չունի, հակառակը 3000-ավոր հայրենակիցներ ի աջակցություն հայ առաքելական եկեղեցու դիմավորեցին կաթողիկոսին, ոչ թե նրա համար, որ կաթողիկոսի անձով էր սա պայմանավորված, այլ որ մարդիկ հասկացել էին այդ գոյութենական վտանգը, ինչը որ Նիկոլը իր տերերի հետ փորձում է սպառնալիքով, ուլտիմատումի լեզվով եւ գործնականում իրականացնել մեր ինքնության հավատքի մեր հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ես կոչ եմ անում որևէ կերպ չթուլացնել մեր զգոնությունը եւ համախմբումը նոր մակարդակի, բարձր համազգային մակարդակի հասցնել հայ առաքելական Սուրբ եկեղեցու ինստիտուտը
Նիկոլ Փաշինյանից ու նրա տերերի ոտնձգություններից զերծ պահելու համար եւ կրկնում եմ սրան զուգահեռ սկսել ազգային օրակարգի առաջ խաղացում, նոր ազգային ընտրանի ձևավորելու եւ Նիկոլ Փաշինյանին ու իր ՔՊ-ի խմբակին իշխանությունից զրկելու հայկական բարձրավանդակը թուրքերից ու թուրքերի ծառաներից մաքրելու համար։ Խնդրում եմ անպայման տարածել այս տեսանյութը եւ կիսվել ձեր էջերում։ Շնորհակալություն, հետեւեք իրադարձությունների զարգացմանը։